ժողովուրդ ջան, մի հատ հավաքվեք կոֆեների շուրջ, բոլորը ճանաչում եք, չէ՞, այս կարճ մազերով, կարճ մազերով, գեղեցկադեմ, մի քիչ գմփլո աղջնակին, ով նաև հանդիսանելով մեր լավ աղբերը ու մեր լավ ընկերը։ Այսօր մի քանի օրքի կոմենտներ են ուղարկել, որ Լիանին վատ բաներ են գրում։ Լիանը դեռ սեր չունի ինձ այդպես բաներ են գրի, ինձ ղրգմեն։ Լիան ջան, ասեն որ իմանաս։ Հետո դե վիդեոներով բաման են ասել, եսի մով ասել, ինչ ասել, ուղարկել են TikTok-ում են ասել, որտեղ են ասել, այնց խառն եմ եղել, ուշադրություն չեմ դարձրել։ Արա բայց ուզում եմ իման ասեմ, որ բոլորդ իմանաք, դեն եք չէ Լիանին։ Լիանի կողը կանգնած եմ ես։ Լիանի խաթրին մեկը փորձի կպնի, զորքով կմտնենք։ Ուր կմտնենք, այդ չեմ կարող ասեմ։ Կախված է թե աղբերների ֆանտազիան, իմ հետևորդների ինչքան հերիք է, էլի, այնտեղ Սանոն կա, շեֆ, պանելիք աղբերներ կա, Զադոյանն էլ կարող է տենց, չգիտեմ, իր զորքով գա։ Նայեք Լիանի կողերը հանկարծ ինչ-որ մեկը խաղեր չտա կարա։ Թե չէ հերթով կարկոշավոր սաղիթ կպատժեք։ Ջոգիկ, Լիանի կողքը կան լիքը մարդիկ կանգնած իմ գլխավորությամբ։ Հասկացաք արա, խաղեր չտակ, հետով սաղիթ գրած կոմենտին հաթաթ կարադառնամ ու սաղիթ կպղծեմ, այդ տղեկ։ Ջոգիկ ու նաև աղջիկներ, խի մենակ տղեկ։ Հասկացաք փեփրուշներ, հետո չասեք չեմ ասել։ Բացի տապերներ, Լիան կայֆավատար ազես։ Ես կողոտ եմ։ Հիմա էլ մի հատ թազա մորքուրա հայտնվել ես Ամերիկայում, այսօր են ուղարկել, բա տեսել ես ինչ էրա խոսում, մտնեմ տենամ ես ու դուր, вообще ես ինչ կապ ունեմ քո հետ, մորքուր ես, քուր ես, չգիտեմ, նայեք ձեզ ասում եմ, ես ձեր դեմ չեմ չարանում, որտեվ ես ամեն ինչով ապահոված եմ, փառք Տիրոջը, ես ունեմ Հիսուս Քրիստոսի նման հայր, Հիսուսի արյան պաշտպանությունը իմ եւ իմ ընտանիքի վրա է, ձեր մեջ ինչքան էլ որ գա չար խոսքերը, մտքերը, ես գիտեմ դա, ես Աստծո ստեղծածի հանդեպ իրավունք չունեմ չարանամ, ես աղոթում եմ, նույնիսկ հիմա կարող եմ աղոթել ձեր համար, Տեր Հիսուս, իմ ամենակարող Աստված, խնդրում եմ իմ եղբայրներին, իմ քույրերին, ովքեր ինձ վատաբանում են, ովքեր քո ստեղծածին վատ աչքով են նայում ու քննադատում են, ուզում են քո ստեղծածին անուն դնեն, փորձեն քեզանից ավել լինեն, Տեր ջան, ներիր իրանց, դարձի բեր, ինչքան էլ դուք իմ մասին չարախոսեք, ես ձեզ պետք է եղբայրական սիրով սիրեմ, որ իմ Տիրոջը գրկեմ, իմ Հիսուսին գրկեմ, շատ դժվար է ձեզ սիրելը, շատ դժվար է, բայց որ իմ պապան ասում է պտի սիրես, ուզեմ, չուզեմ, քեզ պտի սիրեմ, քուրս, ինչքան էլ իմ դուրը չգա, քո դուրը չգա իմ չաղությունը, արդեն քիթդ մցրել ես մեր անկողինը, չգիտեմ, ես խոսք եմ տալիս քեզ անձան, որ ես նիհարելու եմ, քուր ջան, եթե այդքան քեզ ցավացնում է, այդքան իմ կնիկ ու ես չենք տխրում իմ չաղության մասին, ինչքան դու ես այդքան վերցրես ստորի ես անում, հələ չարադառնամ են մի հատ այն մեկը, ձեր են թայֆի ամենամեծը, ինչ են տատուներով լավ աղբորը, ես օրհնում եմ ձեզ, սիրում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի սիրով, եթե ես չարանամ, այստեղ ես խայծը կուտեմ, դուք կարաք առավոտից իրիկուն իմ վրով բաներ պլանավորեք, նստեք քիքիր կնգանման 4-5 հոգով նստեք, իմ միսը ուտեք, հիշեք դուք չարին եք կերակրում, չարն էլ ձեզ օգտագործում է խամաճիկի պես, այսինքն վերևից կուգլեքի նման, վերջում իրար եք հագնելու, այս խոսքը հիշեք, իրար եք հագնելու, իրար միս եք ուտելու, իսկ նայելու եք հետ, ասեք, արա այս թութու լավան իրոքից, ճիշտ բաներ էր ասում, ինչ էր արել, որ այսքան դայաղ ենք եղել։ Հիսուսի սերն է իմ մեջ, եթե ձեզ նեղացրել եմ, նույնիսկ իմացեք, որ դիտավորյալ չեմ արել, հումոր եմ արել, սիրով եմ անում, ձեր նման չեմ համենային դեպս օր ու գիշեր նստում, արվամոլներին բալետանում, սատանու թելը թելում, հասկացան, չէ ինչ եմ խոսում։ Հիշեք, ձեր պապան, որ շատ եք սատարում, բանտում փտումը, գիտեք խի, որտև իմ պապային հայոյեց, պատկերացնում ես, չէ ինչ եմ ասում, ձեր են պապա ունեք մի հատ, որ հիմա փտումը, հիշի խոսքս, լավ չի լինի ձեր հետ, Հիսուսի զավակն եմ ես։ Թութու լավա սերիալը սկսվեց, առաջինը կանադառնամ Լիլիթ Քուրիկին, որը նաև ասմա զուգադիպեց, համե վզգոնա, Լիլիթ Քուրիկը համել վզգոնա, վզգո ջան ասում էր քո լախանկա մարդը դուրս եկելա, ուրեմ ես միտեղ ստորի էի դրել քո լախանկա մարդը փրփուր փարթին ու ասել է եթե
այս տղամարդը ես ուզում եմ համասեռամոլ դառնամ, այսինքն լեսբի, հասկացար, եթե քո մարդը լինի, տեսնեմ որպես տղամարդ քո մարդուն, ես կդառնամ լեսբի, ինձ թվում է հասկացար ինչ եմ ասում, հիմի լսի, ես այդքան կորած չեմ քո նման, որը որ քթալով նարկոտիկ ուտող 300 կիլոանոց լախանկին կարա որպես ամուսին ընդունի ու դեռ վրոդի դրանից երեխա ունենա։ Ուրեմն ես քեզ ասեմ, տետատետում մհերի մոտ պատմելա ժողովուրդ, ես ինձնից չեմ հորինում, գնացեք տետատետը նայեք, ասում է քթալով էի նարկոտիկ ուտում։ Ուրեմն, եթե բժիշկներ կան հիմի էս նայում են, ես կխնդրեմ բժիշկները փաստեն, որ 300 կիլոյանոց զերկալնի հիվանդը, որ դաժե ինքը իրա ոտերը չի տենում, ու գթալով նարկոտիկ ուտողը կարա երեխա ունենա, թե չէ, կամ եթե երեխա ունենա, այդ երեխան նորմալ կծնվի, թե չէ, ու ասեմ ավելին, դու ես տղամարդու կարոտ, լիլիթիկ, դու կարայիր մենակ այդ դրան, այդ մսագնդին հավանեիր։ Իմ կողքի տղամարդուն որ տենաս լիլիթ, սաղ կյանքդ երազես չես կարա տես տղամարդ ունենաս։ Հասկացար, դու կերազես տղամարդ տեսնես հերվից։ Դու վեշնի պետք է 300 կիլոյանոց մսակ գունդը ունենաս տարածքումդ։ Հիմի հարց բժիշկներին, արդյոք այս 300 կիլոանոց նարկոշը կարար երեխա ունենար, ու եթե վերցնենք, որ երեխա է ունեցե, արդյոք այդ երեխան նորմալ կլիներ, թե հիվանդ։ Այս առաջին սերիան, շարունակությունը սպասեք, ազի շատ թեժա լինելու։